Բարև ձեզ Civilnet-ում լրատվությունը եւ օրվա կարևոր նորություններից մի քանիսի մասին։ Ամերիկյան CBS հեռուստաալիքն ապշեցուցիչ մանրամասներ է հրապարակել Լիբիայի նախկին առաջնորդ գնդապետ Մուամմար Քադաֆիի սպանության մասին։ Ըստ ամերիկյան հեռուստաալիքի Քադաֆիի ոչնչացման գործողությունը սկսել են ֆրանսիական կործանիչները։ Գործողությանը մասնակցել է նաև մեկ ամերիկյան անօդաչու ինքնաթիռ։ Կործանիչները սկսել են ռմբակոծել Քադաֆիի 100 մեքենաներից բաղկացած ավտոշարասյունը, որի ժամանակ վնասվել է գնդապետի ավտոմեքենան։ CBS-ը վկայակոչելով ականատեսի վկայությունները տեղեկացրել է, որ գնդապետի թիկնապահներից մեկը, որն այդ ժամանակ ծանր վիրավոր է եղել, փորձել է սպանել Քադաֆիին եւ մի քանի անգամ կրակել է նրա վրա, որպեսզի վերջինս չընկնի ապստամբների ձեռքը։ Սակայն այդ կրակոցների հետևանքով Քադաֆին միայն վիրավորվել է, որին ավելի ուշ սպանել են ապստամբները։ Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնականում կազմակերպության գլխավոր ասամբլեան պետք է ընտրի անվտանգության խորհրդի 5 ոչ մշտական անդամների։ ԽՍՀՄ նախկին երկու հանրապետություններ Ադրբեջանը եւ Ղրղըզստանը առաջադրել են իրենց թեկնածությունները։ ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Շահին Աբդուլլաևան ասել է, որ անվտանգության խորհուրդ ընտրվելու դեպքում իր երկիրը էապես կակտիվացնի մասնակցությունը ՄԱԿ-ի մարդասիրական եւ խաղաղապահ առաքելություններում։ Այնուամենայնիվ քաղաքական վերլուծաբանների համոզմամբ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ ընտրվելու Ադրբեջանի հնարավորությունները էական չեն։ Նշենք, որ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչեևան այսօր ասել է, որ ընտրությունների ժամանակ հաշվի կառնվի չլուծված հակամարտությունների, մասնավորապես Ղարաբաղյան հակամարտության գործոնը։ Հոկտեմբերի 21-ը մարդահամարի հաշվառման վերջին օրն է։ Ըստ վիճակագրության պետական խորհրդի արդյունքները կամփոփվեն 2012 թվականի սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբին։ Հայաստանում առաջին մարդահամարն անցկացվել է 2001 թվականին։ Մարդկանց այդ հաշվառումից պարզվել է, որ բնակչության թիվը 3.213.000 մարդ է։ Մարդահամարի անցկացման համար ծախսվող 2.5 միլիարդ դրամ գումարի 56%-ը տրամադրել է կառավարությունը, մնացած մասը մի շարք միջազգային դոնոր կազմակերպություններ եւ պետություններ։ Նշենք, որ ըստ մարդահամարի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի Հայաստանում 10 տարին մեկ անգամ պետք է անցկացվի մարդահամար։ Հայկական ատոմակայանում տնօրենի եւ աշխատակիցների խորհրդակցությունները շարունակվում են։ Այս մասին տեղեկացրել է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Հարությունյանը։ Նա հիշեցրել է, որ արդեն իսկ որոշում է կայացվել աշխատավարձերը չբարձրացնելու մասին եւ աշխատանքից ազատ արձակվելու դիմում ներկայացրած աշխատակիցները տնօրինության հետ քննարկում են հետագա անելիքը։ Տնօրենի հետ քննարկումները շարունակվում են, երբ որոշում կայացվի, մենք կտեղեկացնենք, ասել է Հարությունյանը։ Այսքանը, հետևեք Civilnet-ի աշխատանքներին։